Հազար ներողություն։ Լևոն Արքան ճակերտավոր չհասկացա, որ Աստծո զավակների հետ խաղ անելը շատ վտանգավոր է։ Ես քեզի կանրադառնամ անձամբ, նայ ասեմ թոթոթո լավա 222, արքային նեղացել ես քեզի կանրադառնամ։ Դու չես ուզում նորմալ ապրես ոնց որ, հա? Ես քեզ ինչ եմ արել, որ դու սենց տրամադրված ես։ Հա, երևի բան չեմ արել, պետք է անեմ։ Դե այսօր քո վերջի երջանիկ օրն է, որ դու կանցկացնես տան մեջ, Լևոն ջան, Լևոն Մինասյան ջան։ Դու չհասկացար, որ չպետք է մտնես սոցհարթակներ։ Դու չհասկացար, որ մարդկանց չպետք է հայոյել։ Դու չհասկացար, որ պետք է ապաշխարես ու Աստծուց ներողություն խնդրես, գոնե քո վերջին տարիներին, որ ցավոք եւ ցավով եմ ասում, որ մեռնես մեղքով, գնալու ես դժոխք ու քեզ հետ շատ վատ են վարվելու։ Աստված տվեց քեզ շատ հնարավորություններ։ Շատ մարդիկ էին ասում՝ մի ների, թող գնա փդի, սատկումա թող սատկի, ասում է Աստծո ստեղծածնա։ Հիմա դու հելել ես քո դեմ, ուզում ես վերջդ գա, դու արեցիր, ես չարեցի, դե բռնվի։ Առավոտ քո տունը տուկտուկ են տալու, շատ վատ ձևի, ՀՀ ոստիկանությունից։ Ու ոստիկանությանն եմ պահանջում, որ այս մարդուն ձերբակալեն։ Դատախազությանն եմ դիմում վիդեոյի տեսքով, մինչև առավոտ փաստաբանով ուղերձ անեն, որ իրան ձերբակալեն։ Էլ չի լինելու ներում բեկում, Լևոն Չարքա։ Դու քո վերջը տվեցիր, քո լեզվի, քո սխալ ապրելակերպի եւ այսքան ժամանակ Աստված քեզ հնարավորություն տվեց, որ դարձի գաս, բայց դու չեկար։ Հայտնի բլոգեր Թութու Լավան արդեն մի քանի օր է ինստագրամյան հարթակում հանդես է գալիս հրապարակումներով, ուշադրությունը հրավիրելով ՀՀ ոստիկանությանը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին արձանագրելու եւ արձագանքելու իր հետ տեղի ունեցածին։ Բանն այն է, որ Լևոն Արքա անունով ֆեյսբուքյան եւ ինստագրամյան օգտատերը շանտաժի միջոցով փորձել է գումար կորզել Թութու Լավայից։ Նա հայոյանքներ է հնչեցրել նրա դստեր, կնոջ, ինչպես նաեւ մայրիկի հասցեին պահանջել մեծ չափի գումար եւ նշել, որ եթե այդ գումարը չստանա, ապա շատ վատ կլինի եւ նա շատ վատ որակի տեսանյութեր կտարածի համացանցում, որոնցում կլինեն Թութու Լավայի կինը, մայրը, ինչպես նաեւ դուստրը։ Մի քանի օր շարունակ այս բլոգերը հրավիրեց ուշադրությունն այս սարսափելի դեպքին, սակայն շատ քչերը արձանագրեցին այս ամենին։ Արդեն այսօր Թութու Լավան ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ տվյալ անձը այլևս ձերբակալված է։ Նա նշում է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն պետք է ավելի շուտ արձագանքեին ոստիկանությունը, հայաստանյան լրատվամիջոցները եւ այդպես շարունակ։ Թութու Լավայի խոսքով այսպես պետք է կանխվի յուրաքանչյուր անհատի չար գործը, ովքեր փորձում են հայոյանքներ հնչեցնել եւ այլ ընտանիքներում վեճեր եւ խնդիրներ առաջացնել։ Ներկայացնում ենք բլոգերի հրապարակած տեսանյութերը առանց մեկնաբանության, հաջորդիվ Սիվի ոստիկանությանն եմ գտնվում, հենց հիմա սպասում եմ Լևոն Արքային, որ դուրս հանեն, ձերբակալված է Լևոն Արքա, հիշում էի, չէ, որ ասում էի եղբայր ջան, մինչև ծնկաչոք չապաշխարես, Աստծուց ներողություն չխնդրես, գալու ես։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը եւ հենց հիմա սպասում ենք Լևոն Արքայի դուրս ձերբակալմանը, որ տեղափոխեն, չգիտեմ, որ բաժանմունք, 3 օրից նրա դատը պարզ կլինի։ Ու ես ասում եմ Լևոն Արքա, հավատա շատ երկար ես նստելու ու քեզ միայն ու միայն Տեր Հիսուսն է փրկելու։ Կլինես բանտում, կլինես ինչ աբիզյանքում, ուր ուզում ես եղի։ Մասիվի բաժանմունքում ոստիկանությանը, հեսա տեղափոխում են ձերբակալված ուրիշ տեղ։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը, որ ժամեր չանցած տապալեցին Դևին Գեդին։ Հիշի Լևոն Արքա, քեզ ներողը պետքա Հիսուս Քրիստոսը լինի, ասել են, որ մինչև ծնկի դու չգաս քո ընտանիքի, քո մայրամ տիկնոջ հետ, որը մի քիչ առաջ այստեղ քեզ դուրսը ցրտին սպասում էր, մինչև ուր են քո այն պաշտպանները, որ քեզ հրահրում էին իմ ընտանիքին, փող ուզեիր, մտածում էիր դու անձեռնամխելի էիր, եղբայր ջան, տեսար սատանեն ոնց է խամաճիկի պես քեզ օգտագործում եւ տշում։ Դե հիմա քո պատիժը կստանաս ՀՀ ոստիկանության կողմից, բայց դու պետք է պատասխանատվության ենթարկվես քո արարքների համար ու հասկանաս, որ
ինձ վիրավորես կարամ աչք փակեմ, բայց երբ որ իմ երեխային ես վիրավորում, իմ Աստծուն ես վիրավորում, արդեն դու չափերը տանցնում ես։ Կալանավորվելու է մինիմում 5-ից 12 տարի։ Գագիկ Շամշյանին եւ իր լրատվական անձնակազմին հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ 1 օր չանցավ արձագանքեց իմ վիդեոյի տեսքով նամակին եւ դևի գլուխը տապալվեց։ Շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Շամշյան ջան, կարամ բան ասեմ, աղբերս, անցնեմ երկրորդ շնորհակալությանը, այս տղան գանձա, աղբերս, Աստված որի միակ մեղավորը Հայաստանի Հանրապետություն Աստված օրհնելով քեզ օրհնի, երկար տարիների կյանք տա, յուրահատուկ տարբերվող դեմք ես իմ նման, շատ յուրահատուկ ես, ու ռեկերումս նկատում եմ, երբ որ դու գալիս ես, շատերի ընտանիքներ օգնում ես, թե վիզայի կլինի, թե բարեգործություն կլինի, ապրես տղա ջան, ոնց որ կասեր մամաս, տատիկս, ապրես եղբայր ջան, ես կասեմ, դու գանձ ես, Հիսուս Քրիստոսի սերը դու կատարյալ զգաս, թող Աստված զորացնի քո գործերը ու ինչ գործ բռնես, Աստծու օրհնությամբ առաջ գնաս։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ոստիկանությանը, ցավոք եւ ցավով եմ ասում, որ պետք է ինչ-որ մեկը դիմում գրեր, բողոք գրեր, նոր անցնեի գործի։ 5 տարի ավել այդ պիղծ չարքան իրա պիղծ գործերով մարդկանց ընտանիքներ քանդելա, անկողինա մտե ու իշքան մարդկանց ընտանիքները բաժանել իր fake news-երով, իր fake պահվածքով հազարավոր ընտանիքները քանդել։ Բայց շնորհակալություն Հայր Աստծուն, որ մեր միջոցով, այս տղու միջոցով, Գագիկ Շամշյանի նյութերով դևի գլուխը տապալվավ, այսպես վերջնականապես, Գագիկ Շամշյան ջան ապրես, Սերգեյ ջան, հիմա հասնեմ բուն թեմային, այս մեր չարքան կալանավորվելու է մինիմում 5-ից 12 տարի, որովհետև ինքը սպառնալիքար է 50,000 եւ 100,000 մինչև դոլար, մինչև ես իրան գումար չտամ, դա է շողոքորտությունը, 50,000 դոլարը արդեն տանում է 6-ից 12 տարի, ու ինձանից 50,000 դոլար փող ասում շանտաժ անում, ասում, սենց վիդեոներ չանեմ։ Թավանը ուրցնում են սպտենարա 10,000 100,000 սարկիր գլխի ասում է, եթե 100,000 դոլար չտաս, այդ վիդեոները չի լինելու ու շարունակվելու է իմ կնոջ, իմ երեխայի նկարներով վատ վիդեոներ են անելու ու մեր կյանքը դժոխք են սարքելու, սպառնում է, ինքն էլ պրիզնատ է եկե, ըստ վարկածների Լևոն Չարքան դատվելու է 5-ից 12 տարի, այդ շանտաժի դեպքում, երբ որ շանտաժը ու մարդասպանությունը նույն հոդվածներն է, նույն այդպես ծանր կալանք է ինքը համարվում, երբ որ մարդուն սպառնում են, փող են սենց ասենց ուզում վզին դնեն եւ եթե չտաս, ուրեմն նյութեր կթողարկենք, քո մասին սենց կանենք շանտաժ, դա ըստ քրեորիեն պատժի 6-ից 12 տարի է, փաստաբանը ասում է, տենց որ պետք է հրաշք կատարվի, որ Լևոն Արքան չնստի գոնե մինիմում 5 տարի, մինիմում, իսկ հրաշքն էլ ասում եմ, Մարիամ, տիկին Մարիամ, եթե իր այդ խոսում ես, ասա Լևոն Չարքա, ծնկի արեի արքաների արքային Հիսուս Տեր Քրիստոսին, կարող է Տերը քեզ ների, խելքի գաս, տենց որ Աստված օրհնելով օրհնի բոլոր հավատացողներին, բոլոր պիղծերը պետք է գնան իրանց համապատասխան վայրը, բոլոր դևիկներն է պետք է գլուխը Տերս կդրի ու իրանց զղրգի իրանց ճիշտ տեղը դժոխք։